Թաղելու եմ ես եթերով ես դրանց, թաղելու եմ ինչ ճոխ թաղում եմ կազմակերպելու, հողը լցնեմ վրեկները։ Մի Նիկոլ, մի մահ, մի վախ։ Սա ոչ մի ուրիշ տեղ չեք նայելու, ոչ մի ուրիշ լրատվամիջոց սա ցույց չի տալու։ Հայաստանում չկան լրատվամիջոցներ, որոնք ունեն իրավունք կամ հնարավորություն ցույց տալու այն ինչ որ ես ասում եմ։ Սա նոր ֆորմատի եթեր է, սա պրոցես առաջացնող եթեր է։ Այս եթերի արդյունքում ավելանում են մարդիկ։ Ինձ անցածօրը մի խելացի մարդ մի հատ հարց տվեց։ Ասում է, «Ալավ, այ որ դուք այսքան մեղադրում եք Սերժ Սարգսյանին Նիկոլին աճեցնել բերելու համար, տիրություն անելու համար, ստվերային ղեկավարելու համար այս բոլոր պրոցեսները, ընդդիմության տիրույթը, բան սենց, այն ինչ որ բոլորին հայտնի է, էլի։ Բայ լավ, ասում է, ախր մի տեսակ չենք հասկանում, էլի, բայց ինչի համար արեց այս ամենը, ինչի սենց արեց։ Չէ որ Արցախը իր հայրենիքն էր, Հայաստանն էլ ոնց որ թե իր հայրենիքն էր, ինչի համար սենց արեց։ Այսինքն ինքը ոնց է քնում գիշերը, ինքն իր խղճի հետ ոնց է հաշտվում։ Պատասխանեցի իմ կարծիքով հետևյալը։ Ասում եմ, ուրեմն երկու տարբերակ կա, նայ։ Կամ Սերժ Սարգսյանը այնքան միամիտ մարդ էր, այնքան միամիտ, պարզ ունակ, չհասկացող, որ 93 թվից, ոնց որ ինքն էր ասում, 93 թվից Նիկոլ Փաշինյանին աչքի առաջ ունենալով, հետևելով, ուսումնասիրելով, ուշադրություն դարձնելով, ընդ որում ղեկավարելով հատուկ ծառայություններ, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն, միացյալ ուժայիններ, պաշտպանության նախարարություն, то հազար ու մի ուրիշ բան, նախագահի աշխատակազմ եւ այլն, վերջապես վարչապետ, հանրապետության նախագահ մի ամբողջ 10 տարի, ինքը չունեցավ ընդհանրապես adekvat տեղեկություն Հայաստանում իրողության վերաբերյալ, մարդկանց մասին, ասենք Նիկոլի նման բոմժի մասին, խառնվածքի, այն ոնց են ասում, ներքին բնութագրի վերաբերյալ, ու միամիտ, սենց խեղճ ու կրակ անփորձ, պետական կառավարում, ուժ գաղտնի տեղեկություններ չիմացող, պետական կառավարման չտիրապետող, ասենք նյուանսներին չտիրապետող անձնավորություն բռնեց հանգարցակի թողեց, սենց թույլ տվեց, էլի սխալվեց, որ Նիկոլը Աճի հասնի այն բանի, որ պոպուլարություն ունենա, սենց պատահաբար ռասկրուտքի մեջ ընկնի, դա հասնի իշխանությունը ձեռից խլի։ Սա մի տարբերակ եւ երկրորդ տարբերակ ուներ նպատակ, որ դեպքում են մարդիկ հանձնում արժե համակարգ, սրբություն, հարազատներ, երկիր, տարածք, երկիր, ժողովուրդ, երբ են ծախում, երբ որ կոնին դրված է մեծ փող, կոնին դրված է մեծ փող, այս ինչը զարմանալի բան է, այսինքն դուք դից չեք լսել, չեք տեսել, շուրջները չեք նայում, պատմություն չեք ուսումնասիրել, անտեղյակ եք, որ մարդիկ հանուն փողի անում են տարբեր կեղտոտ բաներ, հանուն մեծ փողի անում են սարսափելի, տիեզերական զիտավություններ։ Ուրեմն այս երկուսից մեկն է, ընտրեք, բայց իմ համար արդյունքում վերջին հաշվով միևնույնն է, որովհետև սխալվել նա պատահաբար արե, ինչը իհարկե տենց չի, թե միտումն որ արե, արդյունքում մենք ունենք այն, որ իմ տունը, իմ երկիրը, Հայաստանը սիրող մարդկանց տունը ու երկիրը լուծարվում է, վերջանում աչքներիս առաջ, մի սերունդ բան է մեծանում այս ընթացքում, մի սերունդ, ասենք 18 թվին, 10 տարեկան երեխեն, այսօր 17.5 տարեկան է, մի երկու տարի էլ ու կդառնա արդեն իսկապես հասուն անձնավորություն, իր հասունացման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերջանում է, այս տենց, չխաբվեք հանգարց ու հանգարց չխաբվեք այս նախընտրական շրջանում, հանգարց չգնաք ու չընտրեք նորից Նիկոլ Փաշինյան, ընտրելով Նիկոլ ընտրելու եք Սերժ, ընտրելով Նիկոլ իրականացնելու եք Սերժի դրած վերջին նպատակակետը։
Սա պարզ բան է, որ արդեն բոլորը գիտեն, ձև չկա այս խիստ արմատացած կարծիքը համոզմունքը կոտրելու, ձև չկա, բայց կա մի հատ նուրբ պրոբլեմ, այս նույնը հասկանալով դրանք, ստեղծում են արհեստական բաներ, երևույթներ, կերպարներ, քաղաքական ուժեր, ինչ-որ ֆեյքեր, մտցնում են բնականաբար ընդդիմադիր դաշտ, կան այդպես շարլատան բոզի տղեկ, որոնք Սերժ են կապնում, բան են անում, նենց ներփորեն Միշիկ են շոշափում, զգում եք, որ Միշիկին տենց առանձնապես ձեռտալ ոնց որ չի կարելի, միջև հիմա, մտնում են տամարը այն մարդկանց տրամաբանության մեջ, էլի, որոնք որ վստահ արդեն համոզված գիտեն, էլի տեսնում են, որ Սերժն է Նիկոլին ծանե բերե աճացրել հասունացրել այս վիճակի ու երաշխավորում Նիկոլի կայունությունը ընդդիմադիր դաշտը վերահսկելու ցխելու հետևանքով, որպեսզի այդ մարդկանց խաբեն, ֆռցնեն 26-ին մի հատ էլ ապահովեն Նիկոլի ընտրություն։ Ինչի է այս բոմժ անհայրենիք զիտաղեն նորից փոխվի եկել Ռուսաստան։ Նկատում եք ամեն ընտրությունից առաջ գալիս է Ռուսաստան, ամեն ընտրությունից առաջ սկսում է լպստել ռուսների ոտերը, որպեսզի չխանգարեն կամ կարող է նույնիսկ օգնել, որ նորից ընտրվի։ Ինչի՞, որովհետև լավ հասկանում է, որ ուզեք չուզեք, սիրեք չսիրեք, հավանեք չհավանեք, սխալ համարեք, թե սխալ չհամարեք, Ռուսաստանի ազդեցությունը ռեգիոնի վրա ու հատկապես Հայաստանի վրա ճակատ է, գրական է։ Այո, եւ լարս, եւ գազ, ցորեն, եւ առևտրաշրջանառություն, եւ ինվեստ մասնակցություն, եւ ռազմավարական օբյեկտների տիրապետում, եւ հազար ու մի այլ բան։ Ու վերջապես ռազմաբազայի տեղակայում ու ուժ, շատ կոնկրետ ուժ։ Ամբողջ աշխարհում այսօր ամեն պրոցես թելադրվում է, կազմակերպվում է, կանոնակարգվում է, թելադրվում է եւ իրականացվում է բացառապես քաղաքական ու ռազմական ազդեցությամբ, իսկ առաջինը կախված է հենց երկրորդից։ Ուզեք, չուզեք, ինչ կարծիք էլ որ ունենաք, սա է իրականությունը։ Դրա համար հայվանը ամեն ընտրությունից առաջ գալիս է Ռուսաստան, փորձում է համոզել, որ այս անգամ հաստատ իրանց նվիրյալն առնելու, որպեսզի նորից մի փուլ երկարացնի իր վերընկները վարչապետի պաշտոնին, իշխանության մեջ ավարտին հասցնի Հայաստանի պատմությունը։ Ավարտին հասցնի Հայաստանի պատմությունը։ Ինչ է իրանից ներկայացնում այս վիժվածքը։ Բոլորի համար արդեն պարզ է, բոլորի համար է պարզ։ Ինձ ոչ մեկ չփորձի համոզել, թե Նիկոլն ունի զոմբիներ, իրան հավատացողներ, ինչ-որ sense բաներ, չկա այդպես բան։ Չկա հասարակության մեջ ու ժողովրդի մեջ օբյեկտիվ նման կարծիք ունեցող մարդ կան։ Այդ վիժվածքից կախվածներ, որոնք աշխատում են, ասենք ինչ-որ տեղեր, մի երկու կոպեկ ամսական թուլլափայ են տանում, փախցնում, իբր աշխատավարձ, որպեսզի յոլլա տանեն, վերջում անհայրենիք սատկեն, մեկ էլ կան մարդիկ, որոնց ասենք տնեցիք կամ բարեկամներն են աշխատում, ասենք մեկը օրինակ աշխատում է ՊՆ-ի գարաժում, ասենք դրա բարեկամը վախում է Խոստովանի, որ այսօր վաղը իր վերջը տալու է, հենց իր բարեկամին 2 կոպեկ կեր տվողը, այսօրվա իշխանավորը, ու դրա համար ձեն չի հանում, կամ էլ մեկ-մեկ նենց մի երկու բան է փորձում ասի կամ գրի։ Սա մի կատեգորիա, երկրորդ կատեգորիա, որոնք փող են ստանում, աշխատավարձ են ստանում, ամեն ամիս, տարաքող պետական պարտքի միջոցով բերվող փողերից, ձեզ կթելու արդյունքում օր-օրի ավելացվող հարկերի շնորհիվ, ամեն ամիս, հարյուրավոր, միլիոնավոր դրամներ աշխատավարձ են ստանում հազարավոր մարդիկ, ում գործը Facebook-ներում Նիկոլին լավ բան գրելն է, Նիկոլին թթու խոսք ասող, բացահայտող, իսկապես հայրենասեր ու երկիրը փրկող մարդկանց հասցեին քֆուր գրելն է։ Էսա, միայն սա է։ Չնայած արդեն ոսի տղու արածը եւ այսօրվա դրա անելիքները այնքան ճճացող են, որ այդ ֆեյքերով էլ չեն կարող դիմագրավեն, բայց մեկ է, դրանք ստեղծում են տպավորություն, որ իբրև թե նա ունի պաշտպանողներ։ Հետո այդ տպավորությունը ընտրությունների ժամանակ փորձելու են կեղծել ձեները, ընտրությունների արդյունքը, լրացուցիչ ցուցակներ, ինչ որ տեղա
հանված տեղափոխված մարդկանց ցուցակներ, արհեստական ուրեմն ավելացվածներ, չբնակվողներ, անձնագրեր եւ այլն ու փորձեն ապահովել այդ ցուցանիշը, որ այսօր տպավորություն է ստեղծում։ Իրան պահող ընդդիմադիր կոչվողների, երևացող չերևացողների, միշիկների, միշիկական սոցհարցում իրականացնող կազմակերպությունների ու սերժամիշիկական լրատվամիջոցներով տարածվող սոցհարցումների ցուցանիշներն էլ հետը կպցնելով մարդկանց մոտ ստեղծում են տպավորություն, որպես հələ ունի տոկոս, այդ fake գրողներն էլ հենա որպես ապացույց, արդյունքում էլ նկարելու են սարքեն, որտեղ դեմա ընդդիմություն, կարգին իսկական ընդդիմություն չկա, որը ուզելու է իսկապես դերևս չկա, որը ուզելու է իսկապես պայքարի չթողի, որ կեղծեն, ստեղծելու են տպավորություն մի 10-15% կհավաքի, մի 15% էլ այդ արհեստականով, ձևականով կեղծելով, լցնելով, ես շատ գիտեմ ինչեր անելով, բյուլետեններ փոխելով, իրականում նկարելով, վերջը հեսա միակ ռեալ մնացած այսօր տարբերակը, սարքեն հասցնեն մի 30-35-ի, մի երկու սատելիտ արևմտամետ կիսատ պրատ վիժված, բոսի տղան հայրենիքը խիծանունդ, հետը կբրթի կտանի, կսարքի մի 40%, 41%, փոշիացնի հազարումի մասնակիցների շնորհիվ են ընդդիմադիր ձևացող իրար գզող, նենց իբր հնարավորություն չունեցող, ճար չունեցող ձեռի հետ պայքարողներով հանդերձ, մի 20-25% էլ բոնուսները փոշիացած ձեները կգան կկապնեն, կդառնա 50 պլյուս մի քիչ, ու Նիկոլը նորից կշարունակի Հայաստանը ծախել։ Վերջին քայլերն է կատարել, դրանից հետո Հայաստան կլինի 1-2 տարվա ընթացքում կփոխի սահմանադրություն, իսկ այդ նշանակում է երկրի լուծարման փաստաթուղթ, երկրի լուծարման սկիզբ։ Ուրեմն կհանձնի վերջնականապես բոլոր Ալիևի կողմից պահանջվող տարածքները, կհանձնի Զանգեզուրը, կհանձնի օֆիցիալ կհանձնի, ով այսօր չի հասկանում, որ Սյունիք չկա, Մեղրի չկա, Ղափան չկա, Գորիս չկա, Զանգեզուր չկա, Միջանց կոչվածով գծեցին այն սահմանը, որից հետո էլ Հայաստանի Հանրապետություն չի լինելու, կամ արդեն չկա, ով որ սա չի հասկանում, նա կամ անասուն է, հատուկ անասնության հասցված արարածա, կամ մասնակից է այդ պրոցեսի, ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Ես անցած օրը մի ինֆորմացիա տվեցի։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը հասել է 14 միլիարդի։ Դուք լսում եք այս ընթացքում, հատկապես այս վերջին 2 տարվա մեջ, 1-2 տարվա մեջ, տարուկես, դուք լսել եք այդ պարտքի վերաբերյալ քննարկում, այդ պարտքի վերաբերյալ լրատվամիջոցներու թեմա, այդ պարտքի հետ կապված աղմուկ, ընդվզում, բացի նենց էպիզոդիկ ինչ-որ թեթև նվնվոց, դուք լսել եք դրա շուրջ լուրջ տեղեկատվական ագրեսիա։ Չեք լսել։ Չեք լսել, չեք տեսել։ Մեկը ես մեդիա սպառող, ոնց որ թե չեմ տեսել ու չեմ լսել։ Ես հիմա ձեզ հարց եմ տալի։ 7 տարվա մեջ 8 միլիարդ դոլար, 8.000 միլիոն դոլար ուր է գնացել։ Ոնց է եկել եւ ուր է գնացել։ 14 միլիարդ հասավ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը։ Ես չեմ խոսում ու չեմ էլ խոսելու։ Ոչ մի տնտեսական տերմինաբանությամբ, տնտեսագիտական չափորոշիչներով, ոչ արտաքին պարտք հնարաբերակցություն, ոչ դրա գոյացման ձևեր, ոչ նպատակայինություն, ոչ մի բան։ Ես մի պարզ հարց եմ տալի, մեկի մտքով անցնում է, որ Հայաստանը կարողանալու է այդ պարտքը փակի, կարողանալու է կամ պատրաստվում է փակի։ Ոչ։ Ինչ է կատարվում նրանց հետ, թեկուզ վերցրեք անհատական մարդու վրա կամ կազմակերպությունների կառույցների վրա, որոնք անխնա վարկավորվում են պարտք, ոչ մի արդյունք չունեն, անընդհատ տակ են տալի, անընդհատ մինուսով են գնում, գլխանց, ի սկզբանե պլանավորում են իրենց գործունեությունը մինուսով, ոնց որ հիմա օրինակ, ընթացիկ բյուջեն հաստատվել է 8 միլիարդի չափով մոտավորապես, ով կասկածում է մտեք ստուգեք, եկամուտները նախատեսվել է 7 միլիարդից քիչ, այսինքն գլխանց 1000 միլիոն դոլար, 1 միլիարդ դոլար, տակով են պլանավորել տարին։ Ինչ է տեղի ունենում նման մարդկանց կամ կառույցների հետ։
լցնում են պարտքերը, լցնում են, հափշտակում են, վերջում ինչ են անում, սննկանում են, լուծարվում են։ Սա է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հետ։ Ահա այս ճանապարհով են գալիս այն փողերը, որոնք տրվում են Արցախի հանձնման համար, Սյունիքի հանձնման համար, Զանգեզուրի հանձնման համար, մնացած տարածքների համար, այս բոլորի տղա, այս թրքահպատակ ռազմի ծանոթների կառավարման ժամկետի համար։ Ես անընդհատ մեղադրում եմ ու մեղադրելու եմ Սերժ Սարգսյանին այս օզվի տղուն աճացնելու, մարդկանց ուղեղների մեջ մտցնելու, կեղծ իշխանափոխություն կազմակերպելու ու երկիրը հանձնելու համար։ Նիկոլի հետ միասին խիստ պատասխանատվություն պետք է կրի սրան աճեցրած, սարքած, բերած, սրա կայուն ու անխափան ընթացքը մյուս բոլոր հայրենասերներին ոչնչացնելու, չեզոքացնելու շնորհիվ ապահովված Սերժ Սարգսյանը իր փեսու հետ միասին։ Իշխանափոխությունից հետո, որն Աստծո օգնությամբ անպայման իրականացվելու է, սրանք պիտի դատապարտվեն առնվազն ցմահ ազատազրկման, շատ արագ պիտի փոխվի օրենսդրություն, նոր իշխանությունը պիտի օրերի ընթացքում փոխի օրենսդրությունը, սահմանադրություն, օրենսդրություն, ընդունի վերականգնի մահապատիժը Հայաստանի Հանրապետությունում ու մենք գալու ենք մասնակցենք բոլոր process-ների, փողոցային, զանգվածային, ընտրական, այս ծրագրով, հենց առաջին ու միակ կարևորագույն դրույթով մահապատժի վերականգնում, որպեսզի այդ ցմահ վերընկած պետական ազգային դավաճանները ենթարկվեն օրենքով սահմանված կարգով մահապատժի։ Ուրիշ ձև չի կարող լինել, ուրիշ ձև չպիտի լինի։ Հակառակ դեպքում կազմակերպությունը գնում է սննկացման ու լուծարման։ Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը տանում են սննկացման եւ լուծարման։ Խաղը ոնց է գնում, խաղը, երբ որ այս վիժվածքին վերբովկա էին անում տարիներ առաջ, բնականաբար ուսումնասիրել են սրա բնութագիրը, ներքին խառնվածքը, կտցրածության շիզոֆրենիայի աստիճանը, adekvatություն շիզոֆրենիա համադրությունը, այն ամեն ինչը ինչին սա հավատացել է ու հավատում է, մարդ կա չէ, հավատում է, որ ասենք մարդու միս ուտելը լավ բան է, այդ մարդն էլ այդ անասունն էլ այդ ձևի է, ասենք այդպիսի գենետիկական կոդավորում ունի։ Հասկացել են այս ամենը, աշխատել են վրեն, հասկացել են, որ սա ձեռնտու է թուրքերի համար, ադրբեջանցիների համար, նրանց համար, ովքեր առևտուր անելու Հայաստանի Հանրապետության տարածքի ժողովրդի ու մարդկանց կյանքերի հաշվին, կոնի վրա դնելով այդ մարդկանց, այս մեր մարդկանց կյանքերը, հոգիները, արյունը ու տարածքները, որոնք այդ կյանքով, արյամբ ու հոգիներով պահվում էին։ Հաշվարկել են, որ եթե սրան տրվի հնարավորություն, սականի այն ամենը, ինչ իրանց պետք է, ընդ որում կանի ոնց, վիրտուոզ շարլատանությամբ, վիրտուոզ, այս պորնիկը մի երկու տպավորություն ավել ստեղծելու համար, պատրաստ է ինքն իրան անասունի տեղ դնի, որովհետև հասկացող բոլոր մարդկանց համար, ինքը ընդամենը էժան անասուն է։ Գնա վերցնի մի հատ թուղթ, հասնի Ամերիկա մի հատ թուղթ ստորագրի թափահարի, որը նշանակում է ոչ մի բան բացի նախապայմանավորվածությունից, Հայաստանի ամենակարևոր դարերի ընթացքում հայ ազգի արյամբ շաղախված ու պահված, հայ ազգի արյամբ, Աստծո կամոք, բախտի բերմամբ, հանգամանքների դասավորությամբ դեռևս պահված տարածքը հանձնելու վերաբերյալ։ Ուրեմն սա այդ անումը, մի հատ էլ թափահարում է, այլ գեղացի, փնթի լակոտ ոնց կա իր տենց է մնացել ես, լսում ես Նիկոլ, գեղացի շարլատան վիճակով, ասում ես ձեզ խաղաղություն եմ բերում։ Սատանեն, որ սատանա է, երբեմն համեմատում ենք այս վիժվածքին սատանի հետ, բայց տեղին չի, սատանեն, որ սատանա է, խորամանկությամբ, խորիմաստ խորամանկությամբ, փորձում է ներթափանցել մարդու գիտակցություն կամ ենթագիտակցություն։ Սա այնքան էժան է, որ ինչպես ասում են, սրա կարը այնպիսի ցայտուն ճերմակ թելերով է կարած, որ չնկատել դա հնարավոր չի։ Յախք
ու այս ամբողջ process-ին խանգարող մարդկանց, ով կխոսա, կարտնացնի մարդկանց գիտակցությունը, կսթափեցնի, տպավորություններ կփոխի, մարդ կհավաքի, գործողություններ կանի, process-ներ կանի, դժգոհություն կառաջացնի, կարճ ասած, սրա դեմն առնելու ձևը հանրային զանգվածային դժգոհություն առաջացնելն է, կազմակերպչական աշխատանքներն են եւ սուր դիպուկ տեղ հասնող խոսքն է։ Պատահական չէ, որ ֆեյքերի բանակին ուղղորդում են, որ հիմա sense նոր տրենդ կա է, բոլորը խոսում են, ոչ ոք գործ չի անում։ Խոսալով է մանիպուլացվում հանրային կարծիքը, խոսալով ուղեղները բոստի տղեն լվացավ, հանեց 18 թվին 100,000-ներով լցրեց հրապարակներ, այսինքն իշխանությունը, KGB-ն, MVD-ն, փողոտները են վախտին ուժեղ տղեկը, որ ռագատկի քարեց մանր են հիմա դարել, դրանք սա այդ խոսալու մանիպուլյացիաների ֆոնի վրա բերեցին, լցրեցին ժողովրդին, ձեր մոտ էլ ստեղծեցին տպավորություն, որ ամեն ինչ բնականon է, դուրս եկաք ավելացրիք, ճաշը եփեցիք, գցեցիք մի կողմ։ Խոսալով է սկսվում, խոսալով է արվում։ Խոսալու արդյունքում էր, որ Նեպալում այստեղ հասած իրավիճակը պայթեց։ Խոսալով էր, որ 45 միլիոնանոց երկրում մի հատ կլոուն եկավ դառավ 45 միլիոն մարդու ճակատագիր որոշող ու երկիրը տարավ կործանման, մտցրեց բոմբերի տակ։ 45 միլիոնից այսօր այնտեղ մնացել է 30 քանի։ Պատահական չի, որ փորձում են խոսացողների դեմն առնել հատկապես։ Բայց այն խոսացողների, որոնք խոսում են արգելվածը, ովքեր միջև վերջ են խոսում, այնով որ կիսատ պրատ է խոսում, նորմալ է, ով որ ասում է Նիկոլը չարիք է, Նիկոլին պետք է հեռացնել օր առաջ, նորմալ է, դա թույլ են տալիս, ինչու, որովհետև դրանով լցնում են հսկվող, տիրապետելի, կառավարելի ընդդիմադիր դաշտը, որպեսզի հանգարցեն դեղ իրանց ազդեցության տիրույթից դուրս մեկը չհայտնվի, անպայման պետք է արվի։ Բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների համար ամենամեծ պրոբլեմը, ներքին համակարգը կառավարելուց էլ ավելի մեծ պրոբլեմ եղել է ընդդիմադիր բողոքական, հատկապես ծայրահեղ բողոքական զանգվածին կառավարել ու տիրապետելը։ Կառավարել, տիրապետել, խաբել, շեղել, թեքել, ծխել, չեզոքացնել։ Սա է եղել ամենակարևորը ու հիմա հատկապես նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային կարծիքի ձևավորման նորագույն մեթոդաբանության պատճառով շատ ավելի բարդացել է։ Դրա համար նրանք էլ կիրառում են այդ բոլոր հնարքները։ Ու մինչև վերջ չխոսացող մարդկանց թողում են, որ խլվելան դաշտում, մանավանդ եթե այդ մարդը իրանից բան չի ներկայացնում, 1.5 հոգի կողքը թե կա, թե չկա, ասենք տանեցիքից բացի իր ժողովին մարդ չի գալու, պրոցես իրականացնող չի, տակը քաքոտ է, որը մաքուր չի, պաշտոնի է եղել, թալանել է, լափել է, կոմպրոմատ կա, քրեական գործը վրել է, նմաններին թողում են, որ խոսան, եթե չեն խոսում միջև վերջ ու եթե չեն գործում դրա հետ մեկտեղ, բայց ով որ իսկապես դուրս եկավ, միջև վերջ խփեց ճշմարտությունը, մարդկանց սկսեց արթնացնել հանուն պայքարի, հանուն պորտկման ու ընդվզման, այդ դրանց դեմը փակում են, առաջինը, ինչ ձևով, փորձում են գրոհել, վարգաբեկելու ճանապարհով, նոր տեղեկատվական մեթոդաբանության դեպքում դա չի աշխատում, համարյա չի աշխատում, եթե մարդը իսկապես մաքուր է, որովհետև եթե նա հանցագործ չի, եթե թալանչի չի, եթե պաշտոնի չի եղել, գործադիր պաշտոնի ամենայն դեպս չի եղել, եթե կոռուպցիա չի արել, եթե հետները չի տվել առել կամ տվել առել է, բայց մաքուր է մնացել, այդ դեպքերում ինչ ցեղ լցնեն, ինչ հայհոյանք, ինչ վիրավորանք լցնեն, հակառակ էֆեկտ է ունենում, որտեղ մարդիկ սկսում են դարձնել ուշադրություն, վայ ասում են, հələ նայենք մի հատ, ով է այս սրիկան, ուշադրություն է գրավում սրիկան ճակերտների մեջ, մտնում են, նայում են, պարզվում է սրիկան ճիշտ է ասում, ստացվում է, որ հակառակը ռասկրուտկա են անում, դրա համար ընտրում են երկրորդ ձևը, ենթարկել տոտալ տեղեկատվական բլոկադայի, օրինակ ոնց որ ինձ, օրինակ ոնց որ այս իմ խոսքը ոչ միտեղ չեք լսի, չկա այդպես լրատվամիջոց, հələ դա ստուգեք, ասեք, տեսեք ճիշտ են, թե սխալ, չկա այդպես լրատվամիջոց Հայաստանի մեջ, որը այս խոսքերը, այս եթերները կհամարձակվի կամ իրեն թույլ կտա լուսաբանել նույնիսկ մեծ ցանկության դեպքում։
Օրինակ սերժամիշիկական համակարգի լրատվամիջոցներ կան, որոնք իրենց YouTube-յան ալիքները կապում են իմ պրիվյասկա են տալիս, ինչպես ասում են, իմ ալիքի հետ, ինչի, որովհետև պոպուլարություն ապահովում, ոնց են անում, խեշտեգեր են գրում, հիշատակումներ են նշում և այլ ձևերով, էլի, բայց սպանես մերն են, մորթվ են հանգարց, կես հրոպե եթեր չեն տրամադրի, ուստի ինչն է ամենագործուն նրանց ազդեցության միջոցը տեղեկատվական դաշտը հսկել և տեղեկատվական բլոկադայի ենթարկել նրանց, ովքեր արտահամակարգային են, խփում են սրանց ստի դուզ մեջտեղը։ Եվ երրորդ։ Ամենալեղտի ամենաայլանդակ զակազով, են ժողովրդավարություն խաղացող գործի տղա, ես պետք է ազգային ժողովում թքեի մարդիդ, երբ որ առաջ անգամ քեզ լկտիություն թույլ տվեցիր։ Ժողովրդավարություն էր խաղում, ոռը ճղում էր, նենց իբր մարդկանց շահերից խոսալով բանով, լնեք ինչ անում։ Բռնում է մի հատ, ասենք ինչ-որ մի վիժված կդատավոր, որ վիժել են առաջացել է, էլի, ու հետո կյանքի ընթացքում ինչքան հանցագործություն կա, խարդախություն կա, $50 կաշառք վերցնել կա, պիղծ, զզվելի, նայում ես դեմքին, քաքը թափում է դեմքից, այդ այնց մեկին նշանակում է դատավոր, զանգում է հրահանգ տալի, 10 րոպեվա մեջ քալանքը տալիս են մարդուն, չեզոքացնում տանում նստեցնում են։ Դրա համար ինչա կատարվել, մնացել է այն, որ Տիգրան Ուրիխանյանը այսօր միակ իրանց համար դեռևս անհասանելի ազատության մեջ գտնվող մարդն է, որը որ ճշմարտությամբ խփում է ուղիղ իրանց ստի ամենամեջտեղը, ամենաբուն, ամենացավալի խնձորիկին ու դրա հետ մեկտեղ նաև պրոցես է տանում, որը բերելու է իշխանափոխության։ Մնացած բոլորը նստած են։ Չնայած ընդհանրապես միջև վերջ խոսացող, միջև վերջ ճիշտը բացող ու պրոցես տանող դրա հետ մեկտեղ։ Ես երկու մարդ գիտեմ։ Լավը վատա, ուզում եք, չեք ուզում, ընդունեք, չընդունեք, այդպես է։ Մեկը դոգն է, որը հիմա նստած է, մեկն է ստեղ նստած, հələ նստած չի։ Ես ուղղակի էպիզոդների վրա եմ շատ զարմանում։ Այս Սերժ Սարգսյան, եւ որ մի մոմենտ սխալ հաշվարկեցիր, պորտկացիր, թուլլեքիդ հրահանգեցիր, որ հարցակվեն վրես։ Են որ ֆոտոներ էին ուղարկել, հրապարակել էին քո ու Նիկոլի հետ համատեղ փոխգործակցության, հազարումի այլ բաների։ Անց ոնց որ թե ուզում էիք ապացուցեիք, որ կես տարի միտեղ չեք ապրել իրար հետ, կես տարի պրիոմ զդաչա չեք արել, կես տարի իրար հետ չեք մարդկանց նշանակել, կես տարի չես վզից բռնած սենց անգրագետ փնթի էշա, չէ, վզից բռնած սենց մեկ առ-մեկ տարե բերը հասցրել է, որ պարլամենտն էլ լուծարես նոր տաս։ Ինչն էիք ուզում հերքեիք, չգիտեմ, բայց հարցը այդ չի։ Այդ որ տենց թուլլեքիդ քսի էիր տալի ու ինձ ռասկրուտկա էր անում, հետո հասկացար, ափսոս է, շուտ հասկացար, որ դրանով օգնում ես ու ստոպ տվեցիր։ Ինչ էիր, ասենք, մտածում, երբ որ, ասենք, օրինակ, Եսիմիչ Պապոյան կա, այսօր, այս թուլլեքի նախարարներից, Եսիմիչ Պապոյան, որ մտել էր հանրապետական, որ Սերժ Սարգսյանի կոշիկները միտեղ տենար, լպստեր։ Երբ որ սա վերակենում, ասենք, քեզ նսեմացնում է, այ Սերժ Ազատովիչ, օրինակ դա քեզ դուր է գալի, հա։ Երբ որ այն թուլլեքը, որոնց փեսուտ հետ աճացնում էիք, հատ այսօրվանների մեջ, չկա գետ մեկ դեգեներատ այլևայլված արժե համակարգով կամ անարժե համակարգ վիժված, որին դուք չեք աճացրել հատ առ հատ, օր առ օր չեզոքացնելով իմ նման հայրենասերներին քաղաքական դաշտից։ Հատուկ ընտրում էիք, որ ինչքան հնարավոր է դեգեներատ լինի։ Նայում ես, ոնց որ սա գենետիկ մի ծագումնաբանություն ունենան, այ մարդ, ծուռ են, հոգով ծուռ են, տեսքով ծուռ են, դեմքով ծուռ են, գործողություններով ծուռ են, էս
ծուռ հայելիների ու դեգեներատների մի կույտ եք, հա, բան ունեիք, լաբորատորիա ունեիք, բուծում էիք այսօրվա լիբերալներին, որ բերեք այսօրը գցեք երկիրը։ Հիմա սրանցից ոմանք, որ ելնում նսեմացնում են քեզ, ասենք են վերջի ձևերով, վերջի բառերով, դա թույլատրելի է, այդ էլ է պլանավորածել։ Ես այս մի բանը չեմ հասկանում։ Այն օր ես իմիշ Պապոյան է, ինչ էր, հանրապետականը բանը խփած դոշին ման էր գալի, հիմա սենց բանը գալի Այն իմ գումարումներից մեկում պարլամենտում կար մի մոմենտ ԿՊ-ական որպես պատգամավոր հանրապետականի երիտ թևի վիրադակներից մեկը ասում է նրանց ժամանակ ամեն օր սպանություն էր տեղի ունենում նրանց ով այ տղա նրանց որ հանրապետականից նաչոկը ճապացրել է իր դոշիտ Սերժին փնտրում էի որ մի հատ կոշիկի կրուն գլապաստեիր ինչ եմ ուզում ասել պատահական լակոտ սրանց մեջ չկա սրանք բոլորը բուծվել են Սերժի բուծարանում ու Սերժի փեսու բուծարանում բուծվել են արևմտյան օպերատորների եւ կուրատորների լաբորատոր ինստրուկտաժի արդյունքում չկա պատահականություն Անգարջ չմտածեք, որ կան պատահականություններ։ Մի օր առանձնակի պորջ կա Հայաստանի Հանրապետությանս արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընկած լագոտ։ Սրա հետ ցավոք սրտի գործի բերումով առիթ եմ ունեցել սերտ շփվելու պարլամենտ գործուղում բան հատկապես մի պատվիրակության մեջ էինք անընդհատ գնում գալի տեսնում էի սրան այլ իրավիճակներում սրան մի օր ասի այդ տղա դու ոնց եղավ եւ ես իմ բացահայտիչ եթերներում ի դեպ ով որ մոռացել է կամ չի հասցրել նայի մտեք նայեք մի հատ անցեք հետ տարվա սկիզբ անցած տարվա վերջ բացահայտումներից պատգամավորի հիշատակարանի շարքի բացահայտումներս անպայման նայեք ես դրան մի օր ասեցի այդ տղա այս ոնց եղավ դու անհայտ մի անձնավորություն եկար իմ ընտրատարածքում դրեցիր հավաքեցիր համարը նույնքան ձեն ինչքան ես իմ այդ պահի ճանաչվածությամբ համակարգով ունենալով կառուցվածքով մարդաքանակով քարոզչությամբ ռեյտինգով դու այ ճիճու դուսկի ասենք 2.5 ընկեր դու ինչ 2.5 1.5 ընկեր չես ունեցել մի անգամ գաս аэроպորտ մի տեղ իջնես քեզ դիմավոր են արա ես որ չտանեի չբրախեի քեզ տուն երևի ոտով էի գնալու կամ լավագույն դեպքում տաքսով դու ոնց եղար եկար հավաքեցիր այդքան ձեն ակնարկս էր որ քեզ օգնում էին իշխանությունները սենց արեց դու շատ ես լրջացնում տարբեր process-ներ շատ բաներ կյանքում ինքնաբերաբար են տեղի ունենում ու շատ հեշտ տակվոտ սիրելի ու հարգելի ժողովուրդ ոչ մի պատահական բան սրանք չեն արել սրանք պլանավորել են հստակ իմացել են որ հանձնելու են Արցախը հստակ տարիներով ձեր երեխեքին ուղարկել են այնտեղ ծառայելու սրանք հստակ թրքացած ագենտին վերաբերբովկա են արել որպեսզի հանձնի այդ տարածքը պահել են, որ հնարավորինս թանկով տան։ Հայաստանը պահում էին, որպեսզի հնարավորինս թանկով տան։ Ամեն ինչ պլանավորած է եղել ու պլանավորածի պես շարունակվում է։ Սա կարող է խափանվել միայն նրանց համար չպլանավորված ձևով։ Այդ ձևը մենակ մեկն է։ Այդ ձևը, որպեսզի դուք այսօր օգտվելով այն հնարավորությունից, որ տալիս է չհսկվող սոցիալական ցանցերի միջոցով Էդ էլ է հսկվում, էդ էլ են փորձում դիմագրավել, էդ էլ են փորձում չեզոքացնել, այս ալիքները փակել, բողոքարկել, բլոկավորել, հակառակ բաներ ստեղծել, որ ծածկեն տիրույթը, բայց մեկ ասա կա, օգտվելով սրանից գաք հասնեք ժողովրդական պորտկման եւ ընդվզման, կարտահայտվի դա ընտրություններով, թե կարտահայտվի բուն փողոցով, չգիտեմ, կարևոր է որ արտահայտվի, որովհետեւ էլ ժամանակ չկա։ Չնայած ես ասել եմ ու կրկնում եմ նորից ես ընտրությունների առանց ժողովրդական լայն զանգվածային փողոցային ճնշման ու process-ի չեմ պատկերացնում ու չեմ հավատում։ Ընտրությունները հենց այնպես ուղղակի ընտրություն նկարելու են գնա։ Նույն Սերժի կազմը ՀՀ-ում վերընկած է։ Մուկուչան Տիգրանի ժամկետը լրացավ, հանեցին, մի հատ ուրիշ վեշ բերեցին, Նիկոլը մի հատ վեշ ուներ,
իր վերես դրես դրան, մնացած սաղ մնացել է, ով կար, ով ստորագրությունը դնում էր արձանագրության տակ, նայել կա, նայել դնելու է, շարունակելու է դնի, ոչ մի բան այդտեղ չի փոխվել, ձևերն էլ իր հերթին։ Ես այս Սերժենց աճեցրած ու Նիկոլի օրոք պաշտոնի բերված լակոտներից, որ խոսում եմ, հիշում եմ նախկին պաշտոնավորներին, տարբեր դիրքերում, ում սրանց փոխարինել են, իմ մոտ հարց է առաջանում, ասենք օրինակ մի հատ, ես իմ ինչ չէ, դե պաշտոն է էլի, ուրեմն արտաքին գործերի փոխնախարար կար, Շավարժ Քոչարյան, ժամանակին ընդդիմադիր, հետո Սերժ օրոք եղավ փոխնախարար, ու տենց գնաց ու մնաց, մեկ-մեկ լուրջ դեմքով բաներ էր ասում, մարդկանց թվում էր, թե բան է ասում։ Հիմա Շավարժ Քոչարյանը, որ հեռուստացույց կամ տելևիզոր է նայում, մեկ-մեկ տեսնում է, այն Միրզոյան Արոն քարտուղարուհի ուներ, Վահան չեմ, ինչ, ես Կոստանյան ոնց որ, Վահան քարտուղարուհի ուներ, փրչոտ, անտրաշ, քրչոտ, այլանդակ մի հատ սենց լակոտ։ Այլանդակությունը երևում է նախ եւ առաջ մարդու դիմագծերից, դեմքի արտահայտությունից, աչքերի չարությունից եւ պահվածքից։ Սրա վրա հիմնվելով եմ ասում, այլանդակ լակոտ։ Թերաշը կապ է, փողկապը կապ է, դարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար։ Բա Շավարժ Քոչարյան, օրինակի համար եմ ասում Շավարժ Քոչարյան, այնտեղ կային էլի կարգին տղեր, կային փոխնախարարներ, մի մոմենտ էլի եղան, հետո չեղան, եւ ընդհանրապես ուրիշ մարդիկ։ Դուք ասենք հիմա որ նայում եք սրան։ Չեմ կենտրոնանում այդ մի լակոտի վրա, օրինակ եմ բերում, որ հասկանաք ինչ են արել, ինչ ցինիզմի աստիճան են հասցրել։ Դուք հիմա որ դրան տենում եք, չեք խառնվում իրար, հետ չի առաջանում մեջները ջղայնությունց հասում, ասենք, որ տեսնում եք, որ այդ թրքի կոդով լակոտը գրիչ ունի ձեռը, ստորագրություն ունի, գնում գալիս աստեղ ընդեղ բան է ստորագրում, ազգիս անունից, բանա բանակցում, բանա տալի, բանա առնում, բանա պայմանավորվում, մեջները բան չի առաջանում, ես ան չի եմ ասում, արտնացեք, արտնացեք, իրար եկեք, Հո դուք լրիվ ոչխար չեք, դե դուք լրիվ ոչխար եք եղել, ուղղակի դուք ժամանակին պահի տակ պաշտոնների եք եղել, պահի տակ փողերի եք եղել, պահի տակ ախրաններ եք ունեցել, հետևներից գցած, պահի տակ պատավատ եք ունեցել ու համարվել եք լուրջ մարդ, ազդեցիկ մարդ, դո դուք ինչ տերորիստ ազդեցիկ մարդ, արա սաղիդ փսլնքով թուլլեքը սարքել են ռագատկի քար, չուլ, կոշիկ ու ոտավոր վրեքները սրբում են։ Էսի ճորն եք արա դուք հասե, էսի ճորն եք հասե արա դուք այ ներկա ու նախին փողատերեր, նախին ու ներկա փողատերեր, են հզոր տաղեք, են ուժեղ տաղեք, էսի ճորն եք արա հասե։ Նայում եք ուշադիր Նիկոլը որ կողի վրա փռշտալով որ այդ կոմը թեքվեք են փռշտոցի քամուտակ։ Արա դուք պաստորեն լակոտ եք եղել միշտ, հա։ Իսկ ով որ փորձում է ինչ-որ մի բան անի, ոնց որ չի երևում, որ փորձում է մի բան անի։ Կարող է ուզում եք ինչ-որ բան անեք, ձևը չգիտեք, տեղը չգիտեք, ումով պետք է անեք չգիտեք, ոնց պետք է անեք չգիտեք, թե չգիտեք հարցերեք ասենք։ Յախք, այս յախքերի շարանը որ շարունակեմ, երևի պետք է մի օր հասնեմ դեպրեսիվ հիասթափվածության դեպրեսիայի։ Ես ձեզ բան եմ ասում, լսեք, այ նրանք ովքեր սիստեմատիկաբար փեշով մուծվում են այս փսլնքոտ թուլլեքին, մտածելով, որ կարող է Պալեստան, չի լինելու տես բան, թուլլեքի մեջքին կանգնած է սերժական համակարգը, ուստանովքեն դրվել է ի սկզբանե, կթել սիստեմատիկաբար, դոզավորված, ռեժիմով, համաչափորեն, ճիշտ այնքան ինչքան պետք է, ճիշտ այնքան ինչքանից չեն խրտնի, որ պայթուն չառաջանա, անկյունը չմտցնեն, բայց բերեն դեպի անկյուն, որ ամեն մուծվելուց, ուշադիր լսեք, լավ տաշած տակներդ լցած տղեք, որ ամեն մուծվելուց հույս առաջանամոտներդ, որ սա վերջինն է։ Ու ամեն անգամ եք, որ դուք գալիս եք գործարքի, ձեզ ասում են, ես էլ կտակ քրեական գործը կփակվի, ես էլ կտակ երբ ձեռ չենք տա։ Ամեն անգամ ձեր մոտ առաջանում է հույս, որ սրանով կպրծնեք, չի լինելու տենց բան։ Դուք փրկվելու եք, ու այդ պրոցեսը ձեր սննկացման կանխվելու է մենակ մի դեպքում իշխանափոխության ու Նիկոլա Սերժական պատասխանատվության։
միացեք իրական իշխանափոխությանը, քանի ուշ չի, կթվելու եք մինչև վերջի խազ, այսօր էլ ես սպասեք հերթով գալու եմ հեսա, հերթով, ընտրությունների են պատրաստվում, փողատերերը հին ու նոր հայտնվել են, նորից ընտրությունների են ուզում մասնակցեն, մեկը, ով Նիկոլի հետ պայմանավորված մտավ խաղի մեջ չի պլստալու, փոխանները վրեքներիցը իջացնելու են, հանգարց չշշկռեք և չմոռանաք իմ ինտելեկտի արկայությունը, համադուր ղախ փետաղուն տվել եք հնարավորություն, որ որոշի ովքեր են ղեկավարելու երկրիս ոլորտները, ընդհուպ մինչև ուժային, էքեղենին բրներ բերե շարել են, ստալմամբ չեմ ասում, ուժային կառույցների գլխին, ինչի, որպեսզի լինի մաքսիմալ թույլ, մաքսիմալ կառավարելի, մաքսիմալ անճար, այսօր բոլոր այն ուժայինների ղեկավար էքեղենը, որոնք որ վերընկած են այդ տեղերում, բոլորը, որ մեկին ուզում եք վերցրեք, ունակ չի, ի սկզբանե ունակ չի, ոչ մի լուրջ ինտրիգի, ոչ մի խարդավանքի, ոչ մի համակարգ ստեղծելու, թե երևացող, թե չերևացող, ոչ մի ազդեցության, որ րոպեի պաշտոնեական դիրքից բխող գրիչը ձեռից առան, ստորագրությունը ձեռից առան, դառնալու է շարքային քարտուղարուի, ոչ մի բանի ունակ չի, դրա համար են դրել դրանց այդ կառույցների գլխին, որ Հայաստանում չլինի ուժային իրավապահ և հատկապես արդարադատական համակարգ, դատախազական, ուժային, իրավապահ և արդարադատական համակարգ, ինչպես նաև հետախուզական, հակահետախուզական և այլն մարդուցից ավելական, սրա համար է, սրանով է դա պայմանավորված, ուրիշ բան մի փնտրեք, որպեսզի երկիրը լինի մաքսիմալ թույլ, չլինի համակարգ ու նաև չլինի այնպիսի մեկը, որը կարող է Նիկոլին հանի գցի, Նիկոլը այն Նիկոլը չի, որն էր տարիներ առաջ, հատկապես 18 թվին և նույնիսկ դրանից հետո, նույնիսկ պատերազմից հետո, սա փսլինքից կախված Նիկոլը, սա չունի էլ ընդհանրապես ժողովրդական աջակցություն, ինչպես քիչ առաջ պատմում էի, չունի ընդհանրապես, նույնիսկ եթե ունի, այդ տոկոս այնքան չնչին է, որ իշխանափոխությունը ցանկացած րոպեին պայթող ու իրականացվող բան է, հետևաբար ամեն մի բանին պետք է ուշադիր վերաբերվեն, հանկարծ չլինի ինձ պաշտոնյա, որը կարող է մարդ ես էլի մի օր Աստված ազդի, խիչն արթնանա, բռնի ու փորձի իր պաշտոնական և զուտ մարդկային ու քաղաքացիական պարտավորություններից ելնելով, ասենք կանխի երկրի գլխին արկախված վտանգի հասունացումը ու չեզոքացնի Նիկոլին, այդ պատճառով պետք է էքեղենը ղեկավարեն իրավապահ համակարգը, այդ պատճառով մաքսիմալ թույլ իրենցից ոչինչ ներկայացնող կոդավորված վիժվածքները պիտի լինեն վարչատարածքային միավորների ղեկավարներ, այլ ոլորտներ կառավարող գերատեսչությունների ղեկավարներ, կոմիտեներ, նախարարություններ և այլն, սա առավել ևս պատգամավորներին նայեք, դրանք ոնց որ սա մի մորից ծնված են, այդ թվում հանրապետականից թռած, ասենք Թորոսյան շիրական նման կենթանիներ կան մեջը, գնաց այսօր մտել է ՔՊ, այսօր չէ էլ այն ժամանակ գնաց է մտել է ՔՊ, այնեցեւի հպարտ քյալ են տանգացման է գալի, ոնց որ աշկներիս առաջ չի, լպստ է հանրապետական վերնախավի ոռը, որ այս ինչ եք դուք, վայ, յախք, հեն ինչ լավ ձայնարկություն է այդ յախքը, ձեր բոլորիդ ու ձեր բոլորիդ էության համար, սպանություններ, լկտի սպանություններ, ես ինչ է արդեն գանգստերական ֆիլմեր ես նայում, այմ արդեն բաներով, տեսախցիկների կադրերով ամեն օր, թմրանյութեր, այլանդակություն, պախծություն, ես ինչ է կատարվում, կրկնում եմ նորից, սա ինքնալուծարման գնացող հիմնարկի տպավորություն թողող իրավիճակ,
Սա ինքնալուծարման ռեժիմի վրա դրված հիմնարկի տպավորությունն է։ Անընդհատ վերհիշեք 14 միլիարդ արտաքին պարտք, անընդհատ հիշեք բոլոր ղեկավար պոստերում ոչ թե իրական մենեջերներ, այլ փսլնքոտ լակոտներ, էքեղեն խեղճուկարակ ինչ-որ կերպարներ, որոնք ընդամենը պետք է տեղը զբաղեցնեն, որ հանգարց ուժեղ բան մարդ երևույթ չհայտնվի, համակարգ չձևավորվի, չկանխվի պրոցեսը։ Բոլոր տեղերում կարծես թե անհասկանալի իրավիճակ, բայց երբ որ նայում ես ընդհանուր ինքնալուծարման պրոցեսի տրամաբանության մեջ, ամեն ինչը գնում է։ Շատեր ինչ եմ ասում։ Երբ որ մի գործարանում, որի տնօրինությունը արդեն որոշել է, որ վերցրած ակտիվները, փողերը, նյութականը պիտի յուրացվի ու ծածկելու ամենատարածված կոծկելու, փագելու, թեման փագելու, հետևանքները մաքրելու, վերացնելու ամենատարածված ընդունված ձևերից մեկը, խարդախություն իհարկե, բայց ընդունված ձևերից մեկը սնանկանալն է, առերևույթ սնանկանում ես, իբր դե չստացվեց ու լուծարվում ես, վերացնում ես հիմնարկը։ Տարածդ էլ տանում պահում ես ինչ-որ միտեղ, եթե բռնում են, դատվում ես, չեն բռնում, դե չեն բռնում։ Երբ որ այդ որոշումը կայացված է, ու երբ որ այդ հիմնարկը, այդ գործարանը գնում է այդ ճանապարհով, ամեն բան վերևը կայացվող որոշումների տրամաբանության մեջ արվում է այդ նպատակի համար։ Բայց այն հաստոցի մոտ կանգնած աշխատող բանվորը, որը օրինակ դետալ է տաշում, ինքը այդ տրամաբանության մեջ չի, ինքը լսում է ինչ ասում իրան ցեխի վարիչը, ինքը լսում է ինչ ասում իրան հաշվապան, որը դեռ աշխատավարձ է տալի կամ տալու է ամսվերջ։ Ինքը լսում է այն ինչ որ ասում են բարձրախոսներով, միացնում են, հատուկ ասում են, որ ուղեղը լվան։ Ժամանակը անցկացնում է այդ դետալը տաշելով, առանց հասկանալու, որ դա իր վերջի տաշած դետալն է, ու որ այդ դետալը հետո չի գնալու պահեստ, պահեստից չի գնալու վաճառքի կետ, չի իրացվելու, չի դառնալու եկամուտ, չի ունենալու օգտակար գործողության գործակից և չի բերելու արդյունք։ Ինքը շարունակում է իր գործը, ընդմիջմանը գնում է ճաշ է ուտում, որպեսզի գա շարունակի, առանց հասկանալու, որ գործարանը դրված է ինքնալուծարման ռեժիմի մեջ։ Սա են անում Հայաստանում այսօր առավոտյան պետական գործի գնացող, օրվա ընթացքում բիզնես անող, պարապ նստող, պարապ չնստող, քեֆ ուրախություն անող կամ քանակով թվով ավելի 10 անգամ ավելի շատ օրը մի կերպ քաշ տվող յոլլա գնացող տաներում պահկված ու դրա համար չերևացող մարդիկ, այս է տեղի ունենում ձեր հետ։ Որոշումը կայացված է եղել դեռևս 13, 14, 15 թվականներին։ Հիմնարկի ամբողջ գործունեությունը դրված է ինքնալուծարման ռեժիմի տակ։ Ես միշտ զարմացել եմ, երբ որ պատգամավոր էի, օրենք գրել եմ մի կողմ, դիվանագիտությունը մի կողմ, վերահսկողությունը մի կողմ, առավոտից երեկո զբաղվում էի կոմունալ կենցաղային, քաղաքաշինական, բարեկարգման, մաքրման, տեխնիկական, սանտեխնիկական, չգիտեմ, այնտեղ կենցաղային եւ սոցիալական ու իրավական հարցերով։ Բայց դա սոցիալական իրավականը մի կողմ դրած, ինձ անընդհատ հուզում էր, ինձ բոլոր ճանաչողները գիտեն, էլի ում հետ շփվել տվյալել գիտեն։ Մի քանի հազար գրություն ունեմ գրած այդ թեմայով, բազմաթիվ կռիվ, դավի պատմություն, ելույթ պետական կառույցների ու պաշտոնյաների հետ, թե այն ժամանակվա, թե հիմիկվա։ Ասում եմ, ինչի է այսքան անբարեկարգ մեր երկիրը, ինչի է այսքան ամեն ինչ գորշ, կեղտոտ, փոշոտ, մխտար, ժանգոտ, փոսոտ, փորած, քանդած, անբարեկարգ, անգույն ու անմխիթար, ինչու։ Միթե նրանք, ովքեր ունեն ազդեցություն, ովքեր ունեն փող, պետական ազդեցություն, պետական փող, որոշելու հնարավորություն, իրականացնելու հնարավորություն, ամեն օր գնում գալիս են, ասենք, այդ ճանապարհներով, այդ քաղաքներով, այդ բնակավայրերով, ապրում են այդտեղ։
մեռնելու են, մեռնելուց իրանց հանելու են, այդտեղով տանեն թաղեն, ասենք չեն տեսնում, որ այս տոլմեն ծուռա, այս լուսը չի վառում, այս ճամփեն փորացա, ստեղ փոշոտա, այնտեղ քանդացա, ժանգ, բետոն, անմխիթար, գորշ, զզվելի, անբարեկարգ եւ կեղտոտ վիճակում։ Չեն տեսնում, տեսնում են, չէ, տեսնում են։ Գնում են ամառները կամ ձմեռները, չգիտեմ, երբ հանգստանալու, վերընկնելու լապած ժողովրդի ջեբից տարած փողերը արտասահմանելու մսխելու, գնում են։ Գնում են Եվրոպաներ, գնում են Ռուսաստաններ, գնում են, չգիտեմ, որ Ամերիկաներ, գնում են, բա որ գնում են, տեսնում են ուղիղ սիրուն հարթ ճանապարհներ, գծանշումներ, լուսալապտերային սյուներ, շենքերի ֆասադներ, մանկական եւ մեծերի խաղահրապարակներ, կանաչապ պատում, բարեկարգում, սիրուն գունեղ հաճույք տրամադրություն առաջացնող հանրային վայրեր։ Տեսնում են, տեսնում են։ Ինչի չեն անում այստեղ նույնը։ Դու մի ասա, իրականում ովքեր այդ ամենի վրա ազդեցություն ունեն, դրանք վաղուց դրել են երկիրը ինքնալուծարման ռեժիմի վրա։ Նրանց ում տալիս են հնարավորություն, որ տակերը հսկեն, հատուկ բերում են նրանց մարդկանց, որ այդ տրամաբանությունից դուրս են, այսինքն երկրի տեր մարդու, տանտեր մարդու տրամաբանությունից դուրս են։ Հանկարծ ու հանկարծ Հայաստանում չպիտի լիներ խաղապետ, քաղաքապետ, մարզպետ, չգիտեմ այնտեղ նախարար, բանից պաշտոնյա, որի ներվերը խառնվում են իրար, երբ որ փոշիա կեղտա, աղբա, անբարեկարգա, ժանգա, ջարդացա, փշրացա, անկանոնա, խառնա, չպիտի լիներ այդպես մարդ։ Որտեղ հենց այդպես մարդ լիներ, այդ մարդու սիրտը կցավար իր սեփական երկրի սեփական տարածքի համար, ինքը կաներ տեսանելի գործ, մարդիկ կսկսեին հավանել, վարկանիշը կբարձրանար, կարող է հանկարծ վաղը մյուսօր քաղաքական ամբիցիա դրսևորել եւ իշխանության համար սպառնալիք դառնալ։ Ինչքան երկիրը սիրող մարդ կար, հերթով չեզոքացնում էին։ Թե Ռոբերտի օրոք, թե Սերժի օրոք, թե Լևոնից սկսած նամանավանդ է, թե հատկապես այս վիժվածքի օրոք։ Հատուկ դրված, ծրագրավորված, պլանավորված սցենար։ Թաղեցին կրթությունը, նսեմացրին, ոչնչացրին իսկական մանկավարժի հոգին ու գիտակցությունը։ Երկրից վտարեցին, հենց վիճակ ստեղծեցին, որ կամավոր մարդիկ, եղած չեղածը թողեն, ծախեն, լքեն, դուրս գան։ Վտարեցին բոլոր բանական, քաղաքավարի, քաղաքակիրթ ու ընդհանրապես գրագետ մարդկանց։ Առևտուրը տուրը առ տասով կեք կապցնելը սարքեցին, կացութաձև, կենցաղ, նույնիսկ մտածելակերպ եւ մշակույթ։ Ու դրա համար էս 30 քանի տարվա մեջ հայ հասարակությունը, Հայաստանի ներհայաստանյան հասարակությունը դարձավ նյութապաշտ, անասնացած, խեղճ ու ողորմելիության աստիճանի պրիմիտիվ բնազդային մակարդակի բիոզանգված։ Կարող է գալ միայն դրսից։ Հայաստանի մեջ չկան, եթե կան շատ քիչ են ու չունեն այդ ազդեցության հնարավորությունները, հատուկ են 1, 2, 3 մարդ, հազիվ թե ընդհանուրի մեջ չկան այն մտածողության, այն գենետիկական կոդի, այն արժեհամակարգի ու նաև ներքին առանցքի տեր մարդիկ, ովքեր պատրաստ են, կարող են ու կնետեն ձեռնոց այսօրվա համակարգին։ Չկան։ Մորթապաշտ, իրանց սեփական շողքից արդեն վախեցող, տակները թաց ու դրա համար համակարգից կախված, ինչ-որ մարդիկ կան, որոնք կուզեն փոփոխություն լինի, բայց միայն սպասելու են մինչև այդ փոփոխությունը տեղի ունենան, վերջի պահին նորինան գան միանան, ինչով կարող են օգնեն կամ բոլեն չխանգարեն։ Իսկ դրսում կան, դրսում շատ են մարդիկ, դրսի հայերը ողբում են ամեն Աստծո օր, ամեն րոպե, դրսի հայերը ցավում են, դրսի հայերը երկրորդ անգամ են կորցնում հայրենիք, մի անգամ
երբ որ լքեցին իրենց սեփական տները, երկրորդ անգամ, երբ որ տեսնում են, որ իրենց տները կործանում են, երբ որ տեսնում են, որ իրենց տները, իրենց օջախը, իրենց գերեզմանները, իրենց հայրենիքը իր ողջ էությամբ այդ բառի ու իմաստով լուծարում են։ Այս հասումը, դրսի հայերից հասումը, որոնք թվականակով 3, 4, 5 անգամ ավելի շատ են Հայաստանի մեջ ապրող մարդկանցից, կարող է իրավիճակ փոխել։ Լսեք ինչ եմ ասում ձեզ, այ դրսի հայեր, վերջին պահն է, որպեսզի դուք իրար գաք, վերջին պահն է, որպեսզի դուք մոբիլիզացվեք, ոնց որ խապնվեցիք 18 թվին ու մոբիլիզացվեցիք, այդ մի երկու վիժված կար է, լիբերաստ բոզիցանում դեն, Արսինե Զահրմարին չերեն, Խանջան կար, մի հատ անթերաշ մեկը, մի հատ էլ անթերաշ երկիչ են, քրչոտ ռոկերը, ուր եք այ վիժվածքներ, Անչի չեք գալիս, մի հատ ժողովրդավարություն անեք, մի հատ հայրենիք, աղվոր հայրենիքը փրկեք, իսկական հայրենասեր սփյուռքահայեր Ռուսաստանից, թե Եվրոպայից, թե նահանգներից, թե այլ երկրներից, ԱՊՀ-ից, Աֆրիկայից, Հորդանանից եւ մյուս բոլոր հայտնի ու անհայտ երկրներից, որտեղ որ կաք, իրար եկեք, սա վերջին շանսն է, կապի դուրս եկեք, հայտնեք ձեր պատրաստակամության մասին, ուսուսի տանք, փորձենք իրավիճակը շտկել։ Քրչոտը լսեցիք ինչ ասեց, ասում է սովորիր, որ լավ ապրես, սովորիր, որ լավ ապրես, այ բոմժ, այ քրչոտ, այ թերուս, այ անմակարդակ, այ ճմրթած, այ տո ինչ բառասես տեղինա, ինչ երանգ ասես սրան տեղինա, ոնց սովորի, որ լավ ապրես, արա գժվել ես դու այս կարգի արդեն, հա, այսինքն սովորիր, որ ինչ անես, որ քյաբաբ ուտես, սովորի, որ ճխտվես, սովորիր, որ տնգատ հետ հինգաստանի հյուրանոցում ապրես, սովորի, որ ուրիշի հաշվին պարտ կվերցնես, սովորի, որ շանտաժ անես, քֆուր գրես, մարդուց փող պոկես, որ հետո չգրես, սովորի, որ թշնամու ագենտ դառնաս, բերվես պաշտոնի, ծախես, երկիր պահելու ազնվությամբ արուն թափած, մարմնի մաս կորցրած ու կյանքը զոհած երեխեքին, որպեսզի զղտակվես, էս է լավ ապրել, այսինքն ոնց, բա սովորիր, որ մարդ դառնաս, բա սովորիր, որ կիրթ լինես, սովորիր, որ ազնիվ լինես, սովորիր, որ զարգացած լինես, սովորիր, որ բարիք ստեղծես, սովորիր, որ ապրես հարուստ, կայուն, զարգացող, հաճելի, քաղաքակիրթ, հասարակության մեջ ու ինքդ լինես այդ հասարակության մի մասը, բա սովորիր, որ ընտանիքդ, հարազատներդ, բարեկամներդ, մերձավորներդ, համայնքդ, քաղաքդ եւ հայրենակիցներդ առողջ լինեն, բա սովորիր, որ երեխեքի ժպիտներ տեսնես, այլ ոչ թե պատերազմական ռումբերի պայթյունների տակ անդամալույց արունակամ լինող երեխեքի մարմիններ հավաքես։ Սովորի, որ հոգի ունենաս, չսովորի, որ լավ ապրես, այ տղա, այ դիպլոմը չստացած Սերժի Ստրուկ, այ Միշիկի փողերով իշխանության բերված կամակատար ճորդ, դու սովորել ես, որ լավ ես ապրում, այ բոմժ, իրականում պրոբլեմը պարզ է, մի Նիկոլ, մի մահ, այո, հենց այդպես, ուրիշ բանից Նիկոլը վախենալու չունի, Նիկոլը վախենալու է միայն դրանից, որովհետև չի կարող պատահի, որ իսկական իշխանափոխությունից հետո Նիկոլը իրան բերած, աճեցրած, պահող, հանցակցած ու հանցակցողների հետ միասին չստանա խստագույն պատիժ։ Հնարավոր չի, որպեսզի նա չդատապարտվի ու չազատազրկվի ցմահ բանտարկությամբ ազգային պետական դավաճանության համար, առանձնապես խոշոր տիեզերական չափի թալանի համար, կանխամտածված հազարավոր մարդկանց, այդ թվում մանկահասակ սպանության համար եւ այլն, հնարավոր չի։ Ու դրանից անմիջապես հետո
օրինակ եթե մենք եկանք իշխանության կամ մենք մաս կազմեցինք իշխանության, որը որ ազնվորեն կիրականացնի ժողովրդին տված խոստումները, կվերականգնի մահապատիժը Հայաստանում, դրան անպայման ենթարկելու են օրենքով սահմանված կարգով մահապատժի։ Ինքը չի կարող այս ամենը չհասկանալ, ու դրա համար ինքը պիտի անի ամեն ինչ, որպեսզի մնա իշխանության։ Իշխանության մնալու համար մեկ երաշխիքը, իշխանության մնալու համար մեկ երաշխիքը, չեզոքացնել, տրոհել և կառավարել արհեստական ստեղծված միավորներով ընդդիմադիր դաշտը։ Այս ֆունկցիան կատարում է Սերժ Սարգսյանը փեսու ստեղծած համակարգի ու ֆիգուրանտների մասնակցությամբ։ Են որ այսօր Սամվել Կարապետյանի շարժման PR-ով զբաղվում է Սերժի փեսու աշխատողը, դա նշանակում է, որ այդ շարժման գլխին քար են գցում գլխանց։ Լսում են սա Սամվել Կարապետյանի ազատությամբ շահագրգիռ մարդիկ, թե չեն լսում։ Գիտակցում են սա իրանք, թե չեն գիտակցում, ես չգիտեմ։ Գիտեն իրանք սրա մասին, ուստի պայմանավորվածություն ունեն, թե չունեն, ես չգիտեմ։ Բայց ես բացահայտում եմ փաստ, ասածը ստուգեք ու կհամոզվեք։ Են որ ամբողջ տեղեկատվական դաշտում վխտում են, ընդդիմադիր տեղեկատվական դաշտում, վխտում են նրանք, ովքեր աշխատավարձ են ստանում Սերժից, նշանակում է միայն մի բան, որ տեղեկատվական դաշտը տոտալ կառավարվում է ոչ միայն բուն, հենց ԶԼՄ-ներով, սոցցանցերով, դրանց աշխատողներով, լրագրողներով, խմբագրերով, այլև այդ եթերների, այդ մեդիա կոնտենտի մասնակիցներով։ Են որ ստեղծվում են fake ուժեր, ասենք օրինակ, չգիտեմ, այն օրը Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունում ինքնասպան եղած մարդը, որը հետապնդվում էր համ Ռուսաստանում իրավապահների կողմից, համ Հայաստանում իրավապահների կողմից, հազարումի ինչ-որ խարդախության բան, հողը թեթև լինի վրեն, մեռածների մասին չեն խոսում, բայց այնա ինչ-որ փաստեր են։ Ուրեմն մեղադրվում էր մի շարք հանցագործություններում, որոնք կապված էին պետական եկամուտների նախկին ղեկավար, կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանի հետ, նրա տեղակալ են Շուշանիկա, ինչա դրա հետ ու Դավիթ Անանյանի հետ։ Ինչպես հիշում եք, սերժական իշխանության պաշտոնյա, որը դառավ Նիկոլի իշխանության պաշտոնյա։ Այն պրիոմ զդաչայի վախներ էլ են, որ Սերժ Նիկոլ իրար հետ մի տեղ էին ապրում ու Սերժի կադրերը պիտի դեռևս կառավարեին երկիրը։ Այսինքն առերևույթ երևացող կադրերը, հիմա նենց չի, որ իր կադրերը չեն ղեկավարում։ Հիմա այս Դավիթ Անանյանը դառել է ընդդիմադիր, այն սերժական պաշտոնյա Թաթոյան Արմանի հետ միասին, դառել են ընդդիմադիր, մի հատ էլ այն աղնակերը մատաղը արանքում մտերիմ շատ հայրենասեր ու պարկեշտ մարդ կա, դրա համար ինձ շատ զուսպ ու կորեկտ կպահեմ։ Միշիկի ձեռան պրասկրուտ կա եղած քաղաքական ոլորտում սև ու սպիտակի ազգը բաժանած քաղաքապետ աշխատած Նիկոլական կար, դա էլ հետները երեքով կուսակցություն են ուզում ստեղծեն ու մտնեն ընդդիմադիր դաշտ որպես ամենապոպուլյար տղերք, որոնց մասին բացի Սերժի ու Փեսուսոց հարցումներ ստեղծող հրապարակող իրանց իսկ լրատվամիջոցներով, որպեսզի մյուսները մնան, ուրեմն այդ բացի դրանցից ուրիշ ոչ մեկ չգիտի, կամ էլ գիտեն այն ինչ որ ճշմարտությունն է։ Սրանց բերում են մեջտեղ, որպեսզի ուրեմն ընդդիմադիր դաշտը նորից զբաղեցնեն։ Ասենք մարդ կար գնաց Նիկոլի մոտ դեսպան աշխատեց, Միշիկի սնուցված, ստեղծված բան, պարլամենտ բերված, հետո գնաց պատերազմից հետո Նիկոլի մոտ դեսպան աշխատեց, Ղարաբաղը հանձնեց, հիմա մտել է անդիմություն,
ասենք հակառուսականությունները, որ մխմեր, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծեր բերեիր ֆրակցիայով պարլամենտում բան էս կարգի։ Հիմա պրոռուսական ընդդիմություն բան, սենց փրկենք երկիրը չարեքից վիճակի մեջ, սրանով կառավարելու են, լսեք ուշադիր, սրանով շեղելու են, սրանով լցնելու են ընդդիմադիր մեդիա տիրույթը եւ գետնի վրա դաշտը, որպեսզի այդտեղ չերևան նրանք, ովքեր սրանց համար վտանգավոր են, հետո սրանց վրա փոշիացնեն, դրանցից ոչ ոք չի անցնելու պարլամենտ, ոչ ոք, հայտնի պատճառներով, դրան էլ կգանք, որտեղ ուրիշ պայմանավորվածություն կա արդեն, 3 հոգանոց պայմանավորվածություն կա, որ ձեները փոշիացնեն, որտեղ անհրաժեշտ է փոշիացնել շուրջ 30% ձայն, որպեսզի բոնուսների հաշվին այս վիժվածքին նորից փորձեն իշխանության պահել։ Սա ամենակարևոր բանն է, ինչի դեմ պետք է պայքարել։ Ու սա իրականացնում է Սերժ Սարգսյանի համակարգը։ Նիկոլի նաև մասնակցությամբ իհարկե։ Հենց սրա համար է, որ իրանք իրար պահում են, իրանք իրար նկատմամբ ատելությունը բալանսավորում են եւ իրար հակավարկանիշի վրա օգտագործելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, ինքն էլ գիտակցելով, թե չգիտակցելով իմ համար բացարձակ էական չի, արդյունքը նույնն է, խաղում է հետները, իրար հակավարկանիշի վրա կառուցում են այն սիստեմը, որը պետք է բերի վերջնական լուծարման մեր երկրի, վերջնական լուծարման։ Սրա համար է, որ Սերժ Սարգսյանը պետք է Նիկոլին, սրա համար է, որ Սերժ Սարգսյանը ինչ ուզում անի, ինչ ուզում ասի, 4 քրեական գործ վրեն 10 րոպեով չի կարա կալանավորվի, սրա համար է, որ Նիկոլը աչքի լուսի պես պահում է Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, ու հələ փորձի մի տաղա ասի այդպես չի, ես ձեր են մերն ու տուն ու տեղը, կթելով մարդկանց վերջին հույսը, քամելով վերջին հույսը, մորթեցիք ընդդիմադիր բոլոր շարժումները, մորթեցիք ընդդիմադիր դաշտը, այ աղբի ծանոնդներ, ես անընդհատ Նիկոլին հիշացնելու եմ, որ տեղս ուտի, բայց Սերժ Սարգսյանին չի կարողանալու կալանավորել, որովհետև ինչպես ասել է ինքը Սերժը կոմպրոմատներ ունի, որոնք կհրապարակի, Նիկոլի ու իր ընտանիքի վրա ու ամեն ինչ կտարակի։ Ընդամենը այսքանը ձեզ երիքա, որպեսզի հասկանաք դրանք ոնց են իրար պահում։ Մեկը չկալանավորելով, մյուսն էլ չհրապարակելով։ Յախք։ Իհարկե նկատում եմ այն աջակիցներին, այն մարդկանց, որոնք տարածում են, գրում են, կիսվում են, օգնում են, պաշտպանում են, ես նկատում եմ ձեզ, ես ձեզ տեսնում եմ, ես շատ շնորհակալ եմ, ես ձեր վրա հենվում եմ, ես ձեր աջակցությամբ եմ տարածում այս ազդեցությունը եւ ձեր օգնությամբ եմ ինչ արվում է, ինչ չի արվում բոլոր ժամանակներում արվում է եւ արվելու է ձեր մասնակցությամբ ու ձեր աջակցությամբ հատուկ շնորհակալություն եմ հայտնում ու չմտածեք որ իմ համար դա կարեւոր չի ես այս եթերների հետ կապված որևէ այլ մտայնություն, կարծիք, բան, նպատակ, ոչ մի բան չունեմ, ոչ մի ցանկություն, ոչ մի բան։ Այս եթերները մենակ process-ի համար են։ Այս եթերները միայն նրա համար են, որպեսզի Հայաստանում իշխանապողական գործընթաց տեղի ունենա։ Ոչ մի նկրտում չունեմ, միլիոն անգամ ասել եմ դա անընդհատ կրկնում եմ, ով ուզում է ոնց ուզում է ընդունի, անընդհատ կրկնում եմ, ես չունեմ Հայաստանում ոչ պաշտոնավարելու, ոչ կառավարելու, ոչ ընտրվելու, ոչ մի բանի ցանկություն, չունեմ, իմ կյանքը հաջողված է, շատ ավելի հաջողված է, քան եղել է Հայաստանում։ Ես ունեմ մի նպատակ, անհավուրդ ցանկություն, իշխանապողություն ու պատիժ սրանց համար։ Դուք ուզում եք ընտրեք, ուզում եք որոշեք, ով որ ուզում է ալնի վարչապետ, ով որ ուզում է ալնի նախագահ, նախարար, չգիտեմ ես, դե, ինչ ուզում եք արեք, падգամավորներ ու նախարարներ, բայց մի բան հաշվի առեք, ես պետք է լինեմ սրանց փոխելու, հանելու ու պատժելու process-ի մասնակից, առանց դրա չի լինելու ոչ մի ձևի։ Սիրելի ու հարգելի կողմնակիցներ, խոսք հնչեցնելու իմ միակ հնարավորությունը սոցիալական ցանցերում իմ կանալներն են։ Ես ոչ ֆեյքեր եմ պահում, ոչ պահելու եմ, որովհետև ինձ արհեստական տպավորություն պետք չի, ես ընտրություն կեղծող չեմ, ոչ էլ ուրիշ նպատակներ ունեմ, ոչ էլ մանիպուլյացիաներ անելու ցանկություն ունեմ, որ ֆեյքեր պահեմ, տպավորություն ստեղծեմ։
ոչ, չգիտեմ, այլ նպատակներ ունեմ, ինչ որ դիվիդենդներ։ Ես քաղաքականությամբ փող չեմ աշխատել, տարբերություն այսօր Հայաստանում եղած, չեղած ժամանակին ու հիմա այդ քաղաքականությամբ փող աշխատող մաններ, միջին կամ մեծ գործիչների։ Ես քաղաքականությամբ փող չեմ աշխատում։ Իմ նպատակը process-ն է, այնպես որ ես չափազանց շնորհակալ եմ բոլոր այն աջակիցների համար, ովքեր այսօր կանգնում են թիկունքիս, չեզոքացնում են այդ Սերժա Նիկոլական համակարգի տականքներին, հակադարձում են, տարածում են, ամենակարևորը տարածեք, ինձ չի սա պետք։ Ես գիտեմ այն ինչ որ ասում եմ ու ես չունեմ դիվիդենդ քաղելու խնդիր։ Տարածեք, որպեսզի կարողանանք այս process-ի դեմն առնել։ Սա իրականում գործընթաց է։ Նկատում եք նոր տենդենց։ Հերիքախոսակ, ես քիչ առաջ խոսեցի դրա մասին։ Հերիքախոսակ, գործ արեք, բոլորը խոսում են, չէ, հենց խոսալն է գործ։ Ու հենց դրա համար են ուզում ստոպ տան այս խոսալուն, որովհետև այս խոսացածը լսում են մարդիկ, այս հասցեով գրում են, գալիս են, տարածքայիններ են մտնում, գրասենյակներ են մտնում, գրանցվում են on-line։ Մենք առաջին on-line կուսակցությունն ենք այսօր ըստ էության տրանսֆորմացնում, ավելի ճիշտ տրանսֆորմացնում ենք on-line ֆորմատի, ամեն ինչ այսօր on-line է, ամեն ինչ այսօր տեղեկատվական թվային տեխնոլոգիաների միջոցով է, բանկինգից սկսած կոմունիկացիաներով վերջացրած, իսկ ինչու պիտի հասարակական համախմբումը, հասարակական համագործակցությունը, հանրային կապերը ներհամակարգային չլինեն on-line, ու դրա համար ալյանսը հիմա վերափոխվում է նաև on-line միավորման ֆորմատի, մասնակցեք դրանում, նպատակը սա է, process-ը սրանում է, մարդիկ շատանում են, դուք տեսնում եք, որ մենք գետնի վրա տեղում Հայաստանում կարողանում ենք հավաքել ավելի շատ մարդ, անել ավելի շատ միջոցառումներ, ավելի շատ գործողություններ, ապահովել ավելի մեծ թվով ու որակյալ նվիրյալների ակտիվ, քան թե տեղում ավանդական փողերի վրա վերընկած ռեսուրսներ ունեցող պաշտոններ, լծակներ կիրառող մարդիկ։ Հնարքներ ու ժամանակակից մեթոդաբանություն։ Միացեք այս process-ին, սա իրական process է։ Մի տրվեք մանիպուլյացիաներին, մանիպուլյացիաները շատ վիրտուոզ, նուրբ եւ յուրահատուկ ձևի են աշխատում։ Ձեզ ասում են բաներ, մեզ ասում են բաներ, որպեսզի առաջացնեն մեր հակադարձ ռեակցիան դրա դիմաց։ Միայն մի նպատակով, որպեսզի մենք այդ ժամանակը ծախսենք, գործողություն իրականացնենք այդ ուղղությամբ, այլ ոչ թե այն ուղղությամբ, որով որ իրականացնում ենք, որը իսկապես նրանց խփում է։ Վաղկոտ դոստի տղեն եկավ էլի Ռուսաստան։ Դուք նկատում եք, որ սա ծայրահեղ հակառուսականություն է դրսևորում այն ժամանակահատվածներում, երբ որ լուծում է ինչ-որ մի խնդիր, թուրքերի թշնամիների ներքին կեղտոտ համակարգի ու նախկինների կողմից դեմը դրված խնդիր։ Ու հետո երբ որ գալիս է կաշի փրկելու, սեփական դիրքեր պահելու շրջան, դառնում է ծայրահեղ պրոռուսական։ Այդպես արեց առաջին ընտրվելուց առաջ ու անմիջապես հետո, այդպես արեց երկրորդ ընտրվելուց առաջ ու անմիջապես հետո, այդպես անում է հիմա երրորդ անգամ ընտրվելու ցանկություն ունենալու ժամանակ։ Մնացած ամբողջ ընթացքում նրա նպատակն է իրականացնել պատվիրատուների բոլոր դիրեկտիվները, վերաձևել ռեգիոնը, լուծարել Հայաստանի Հանրապետությունը, մաքսիմալ թարսվել Ռուսաստանի հետ, մաքսիմալ բերել առճակատման, ռեգիոնը դարձնել հերթական պատերազմական երկարաժամկետ գոտու ու դրանով ավարտել խնդիրը։ Հիմա վաղկոտ, շատ վաղկոտ Շան Որքեյանը, շատ վաղկոտ, ու դրա մասին գիտեն բոլորը, ովքեր երբևէ դրա հետ առնչվել են։ Հասկանալով, որ Ռուսաստանն ունի աներևակայելի ներգործության լծակներ իրավիճակի նկատմամբ, եկավ, որպեսզի նախընտրական շրջանում փորձի համոզել, որ այս անգամ հաստատ արդեն 100%-ով արդեն էլ չի սխալվի իբր թե ու ծառայելու է նրանց, որպեսզի ընտրություններին հանկարծ չխանգարեն, չստեղծեն այնպիսի իրավիճակ, որ ընդհանրապես շանս չունենա ընտրվելու, որ խաբի հասցնի իր նպատակին։
դիմավորեցին, ոչ մի ավել բան չեմ ասելու, մենակ մի բան, դիմավորեցին վախկոտ Շան Հորթուն, ինչ-որ մի նախարարության փոխնախարարի մակարդակով։ Հասկանալի է։ Դուք հասկանում եք ինչն է տորգի առարկա սարքել այս գյադեն։ Ավելի ճիշտ գյադու տերը դե թելադրել են դրելա կոնին։ Ընթացիկ, տակտիկական կոնին։ Ատոմակայանի ժամկետի երկարաձգում։ Դուք լսեցիք հրապարակային հայտարարությունները, երկխոսությունները, ու թեման որն էր։ Ատոմակայան։ Երկրի էներգետիկայի 30%։ Դուք հասկանում եք ինչ է ուզում սա անի։ Սրան բերածները, սրան պահողները, սրան աճեցրած, երաշխավորած, բերած, պահած և ատամներով ամուր պահող, թուրքա-ադրբեջանական, բրիտանա նավթային, ներքին նախկինական համակարգը թքած ունի, լարսը կփակվի, գազը կանջատվի, ատոմակայանը կկանգնի, մութ կլնի, ցուրտ կլնի, դրամը կարժե զրկվի, բոլորիդ ավանդները կզրոյանան, հացը կտրոնով կստանաք կամ չեք ստանա 250 գրամ խանութում թե ոչ։ Հիշում եք ինչ եմ ասում։ Հիշում եք, չէ՞, իմ հասակակիցները, ինձանից ջահելները, առավել ևս ավակները բոլորը հիշում են ինչ եմ ասում։ Բոլորը տեսել են բառացիորեն ամեն մի էպիզոդ ինչ որ ասում են։ Ու հենց այդպես էլ եղել է։ Տենց էին քանդում Սովետը, տենց էին քանդում Հայաստանը։ Այդպես քանդեցին Հայաստանի աներևակայելի արտադրական ենթակառույցները։ Այդպես քանդեցին սովետական Հայաստանի տնտեսությունը, Միության և Հայաստանի։ Թքած ունեն դրա վրա ու նորից դա կամեն։ Պլյուս պատերազմ, այս իրավիճակում կորուստներով։ Ու քանի որ արդեն չունեք Արցախ, որ կորցնեք, գրեթե չունեք Սյունիք, Զանգեզուր, որ կորցնեք, կորցնելու եք Հայաստանի մնացած տարածքը։ Հայաստանի ինքնալուծարման ռեժիմը միացվեց այն ժամանակ, երբ որ սկսեցին փոխել սահմանադրություն։ Փոխել սահմանադրություն, որպեսզի հետո հատուկ աստիճանաբար անձնական պատասխանատվությունից տեղափոխեն որոշումների կայացման դաշտը կոլեկտիվ պատասխանատվության տիրույթ, իբր թե որպեսզի բերեն այս անհայրենիք բազմիթվում իրականացնեն աստիճանաբար այն ինչ որ պետք նա, ու երբ որ այդ սահմանադրության դեմ քվեարկում էին, բողոքում էին, ընդվզում էին, հանրավակներ էին անում, սերժական իշխանությունը սկսեց ջարդել բոլոր նրանց, ովքեր դրան իսկապես դեմ էին, ջարդեցին սաղին, հասան մի հոգու, որ հիմա ձեր դեմը նստած է։ Հիմա Սերժ Սարգսյան, երբ որ դու ինձ ինչ-որ ակնարկներ ես ուղարկում, փողով մոտդ աշխատող, հետո կազինոներում փողերը կրվող, գործից դուրս եկող ու քեզ կրվող ֆեյքերիդ ու ղախպեքիդ միջոցով։ Դու հիշում ես ոնց էիր դու ինձ հրավիրել ու ստիպում, որպեսզի կոտրվեմ ու պարկեմ տակներդ։ Չէ՞։ Եվ տեղի ունեցած զրույցը, չէ՞։ Պետք է հիշացնել։ Սկսած 2000-ականների սկզբից մեր առնչությունը տուր ու առ համագործակցությունը, ֆինանսավորումը, աշխատանքները, պետք է նորից հիշացնել։ Ժողովուրդ, ով այս ամենով հետաքրքրվում է, մտեք այս ալիքում, նայեք YouTube-ի ալիքի մասին է խոսքը, որտեղ մնացած ամենտեղ փակ է։ Մտեք, նայեք անցած տարվա բացահայտումների շարքում, կլսեք ու կտեսնեք։ Պետք է հիշացնել, հետո աշխատակազմի ղեկավարը, որ զանգում էր, հրավիրում էր քո հետ հանդիպման, հետո վարչապետը այն ժամանակվա ազգային ժողովի նախագահան, ինձ մտերիմ մի շարք մարդիկ, որ միջնորդում էին, չէ՞։
Ես որ կոտր չեկա, չծախվեցի, այն մյուսների նման անունները հերթով ընտրություններից առաջ ջարդելու եմ բոլոր ղարբի տղեկին, ով որ քո կաբինետներում ծնվել է, հետո փոխանցվել է Նիկոլի մոտից հիմա անդիմություն է դարել, անունները հետո, ի տարբերություն են մնացածների, չծախվեցի, չլակոտացա, դրա համար որոշեցիք դեմս փագեք, ժողովուրդ, 3 գումարում եղել եմ ազգային ժողովում, 3 գումարում գրել եմ օրենքներ, 3 գումարում ունեցել եմ ելույթներ, հայտարարություններ, արտաքին դիվանագիտություն, կռիվ, առճակատում, պահանջ, պայքար, բողոք, ժողովրդի շահերի պաշտպանություն, մի անգամ, մի օրինակ բերեք, երբ որ արել եմ վատ, արել եմ սխալ, արել եմ ժողովրդին դեմ, արել եմ որևէ իշխանության օգտին։ Բացի մանիպուլյացիա, սուտ, կեղտ, քակ, վիրավորանք, հայհոյանք, քֆուր, լկտիություն, ուրիշ, ինչ եմ ես ստացել իմ ազնիվ ու պարկեշտ պահվածքի համար։ Այսօր վտարանդիություն, քրեական գործ, որովհետև ես գործող բոլորի հետ չպայմանավորվեցի, ասում եմ սա ինչի համար, որպեսզի հասկանաք որտեղից են գալի այս խոսքերը, ասում եմ սա նրա համար, որպեսզի միանաք իսկական պրոցեսին, ասում եմ սա նրա համար, որպեսզի հասկանաք վերջապես ում հետ գործ ունեք, դուք վերջնական անասուն չեք, որ միտեղ գրած մի քակ տենակ ու դրա վրա ձեր կարծիքը ձևավորեք։ Հուսամ, որ ոչ։ Այն օրը նայում եմ պարլամենտի դահլիճում հավաքվել են մանր ու միջին մեծ ու փոքր նախկին ու ներկա ընդդիմադիրներ ու քննարկում են ոնց Նիկոլին հեռացնեն, քննարկում են ոնց Նիկոլին հեռացնեն, քննարկում են ոնց սրա հախից գան, ամեն մեկը այդտեղ նստած կամ չնստած, ինձանից լավ հասկանում է, որ բոլորով իրար հետ վերցրած ունեն 100 անգամ ավելի շատ ռեսուրս, քան թե 1 միլիոն հատ Նիկոլ իշխանության մեջ իրար հետ վերցրած։ Նիկոլ հայհոյող, Նիկոլի իշխանությանը փոխելու մասին խոսող մարդիկ իրար հետ վերցված ունեն 1000 անգամ ավելի շատ ռեսուրս, քան Նիկոլը իր իշխանությամբ։ Փսլինքից կախված Նիկոլը, որը չունի վարկանիշ, էքեղեններով, ուժայիններով ու կիսատ պռատ պարեկներով, բերետավորներով եւ չգիտեմ ինչերով, ԱԱՑ-ականներով, մյուսով, քննիչ բան, դատախազ դատավորներով, որոնք որ կան 100 անգամ ավել ունի ընդդիմադիր դաշտը հնարավորություն։ Եթե փող ունի 100 անգամ ավել, մարդ ունի 100 անգամ ավել, ամենակարևորը ընդվզման պատրաստ իշխանությանը տակնու վրա չթողելու ցանկություն ունեցող ժողովուրդ ունի ընդդիմությունը։ Ինչն եք դրենս եք քննարկում, այսինքն ինչն եք դրեք քննարկում, սաղ մեդիա դաշտը ձերն է, սաղ փողերը ձերն են, սաղ ռեսուրսները ձերն են, ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության։ Ինչը չեք հասկանում ինչա պետք անել Նիկոլին սիկտիր անելու համար, ոնց չեք հասկանում, այսինքն ոնց չեք հասկանում, հասկանում եք, ուրեմն չեք ուզում, ուրեմն խեղտված եք ամբիցիաների մեջ և կամ խաղում եք Սերժի ու Փեսու խաղը, ուրիշ բացատրություն այստեղ չկա, մեռանք ասելով, մենք ձեզ խոնարհ ծառա, յուրաքանչյուրը ով հայտարարում է, որ նախկինը բերեց ներկային, ծառայում են մի նպատակի, թուրքա-ադրբեջանական, բրիտանա-նավթային շահերի և կորպորացիաների զոհ են դարձնում Հայաստանի Հանրապետությունը, մենք պատրաստ ենք խոնարհ ծառայի պես կանգնել ձեր կողքին և ծառայել չակնկալելով ոչինչ, ինչի չեք օգտվում։ Որ մեկիցդ պակաս մարդ ունենք, լսարան ունենք, ռեսուրս ունենք, միտք ունենք, կամք ունենք ու ազնվություն ունենք, ինչ չեք օգտվում։ Մեր ձևով, նրա ձևով, սրբազան ձևով, ես իմ ինչ ձևով, էսի չեք անում։ Հիմա գնալու եք ընտրությունների, տարբեր ձևերով պատրաստում եք, դաշտը զբաղեցնում եք, ժողովրդին տանեք ընտրությունների։ Ընդամենը մի էլեկտրոնային հնարքով, ընդամենը մի տեղեկատվական հնարքով, ընդամենը մի մոբայլ հավելվածով, որը արդեն ստեղծվում է, ջարդելու են
ընտրողների ցուցակը ինտեգրված արհեստական բանականությամբ մոբայլ հավելվածով ջարդելու է ընտրողների ցուցակների հետ բոլոր հնարավոր մանիպուլյացիաներ անելու ձեր նպատակադրվածությունը։ Սա իմացեք։ Էլ այդ ձևը չկա։ Լրացուցիչ ցուցակներ, բնակարանների վրա 100 հոգի գրել, չգրանցված մարդիկ, տեղափոխված մարդիկ, էլ այդ ձևը չկա։ Էլ հին ձևը չի, որ ընդդիմությունը ռեսուրս չունենա, չհասցնի այդ ցուցակներով զբաղվել։ Արհեստական ինտելեկտը, ծրագիրը ու մոբայլ հավելվածը դրանով զբաղվելու է։ Հələ տնամ ոնց եք սարքելու այդ 200,000 ձենը, 253,000, ինչքան որ է։ Հաջորդ, չի լինելու ընտրություններ առանց փողոցային ժողովրդական զանգվածային ալիքի։ Ու եթե ինչ-որ մեկը ունի հնարավորություն, հավաքում է մի 3-4,000 մարդ, զբաղեցնում է դաշտը, որ հանգարց չհավաքվի 30-40,000 մարդ, մոռացեք, չի լինելու դա, մարդիկ լցվելու են փողոց, հենց ընտրությունների թեմայով, հենց ընտրությունը դառնալու է այն տրիգերը, այն առարկան, այն բովանդակությունը, որը լցնելու է մարդկանց փողոց, այստեղ է ասել բոլորը։ Ինչ եք անելու։ Մի միլիոն մարդ, մի հատ աղջի Նիկոլ Մեմի շնորհիվ հիշեց կամ իմացավ ու հիշեց ու իմացավ, որ Սերժի Փեսենը ֆինանսավորել Նիկոլին։ Մի հատ աղջի Նիկոլ Մեմով ջարդելու է ամսական $500,000 ավել ստացող ձեր իբր ընդդիմադիր fake մեդիա դաշտը։ Ինչ եք անելու։ Սիրելի ու հարգելի հայրենակիցներ, անկախ նրանից դուք կուսակցական եք, թե կուսակցական չեք, ուզում եք լինել, թե չեք ուզում լինել։ Ես ձեզ կոչ եմ անում համագործակցել այն ուժերի հետ, որոնք խոսում են մինչև վերջ։ Ես ձեզ կոչ եմ անում գրել այս կայքի հետադարձ կապի պատոհանում, ես ձեզ կոչ եմ անում կապ հաստատել, ես ձեզ կոչ եմ անում միանալ պրոցեսի։ Չեն կարողանալու սրանք հաղթել, չեն կարողանալու սրանք լուծարել մեր հայրենիքը, չեն կարողանալու սրանք մեր երկիրը օբյեկտի պես ծախեն, ուրիշի հանձնեն, փողերներ տանեն իրանց ու իրանց կանանիքի հետ գմփեն։ Խաղաղություն, ցինիկ բոստրա, խաղաղություն ըլնելու էր, եթե բուֆերային տարածքները հանձնում էր, խաղթի վաստակ։ Ոչ մի երեխա չէր մեռնում, Արցախը մնում էր, ռեգիոնը չէիք վերաձևում, ջերմուկը չէիք հանձնում, ոչ մի բանը չէիք հանձնում, միջանցքը չէիք տալի թուրքերին, ամերիկացիքի ձեռամբ իբր թե ոչ մի էսեղածը չէր լինում։ Խաղաղության ձևն էլ գիտենք, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ հասկանում են, ցինիկ բոզի տղա ու այս ցինիկ բոզի տղու օրակարգը սպասարկում են ցինիկ ընդդիմադիր կոչվող լրատվամիջոցները։ Խաղաղություն թե պատերազմ, իբր այն մնացած ովքեր սրանք քլնգում են, պատերազմ են ուզում։ Ինչ այս պատերազմ, ով չգիտեր այդ խաղաղության բանաձևը, տարիներով մշակում էին, Սերժի ձեռամբ բերին սրան, որպեսզի խաբեն, գցեն, որ չլինի խաղաղություն։ Այս նույն լրատվամիջոցները, որոնք Նիկոլ էին աճացնում 10 քանի տարի, օր ու գիշեր, իմ նման նվիդիալ հայրենասերներին բլոկելով, ոչ մի ելույթ, ոչ մի օրենք, ոչ մի քարոզ, ոչ մի բողոք, ոչ մի պահանջ, ամեն ինչ չեզոքացնելով Նիկոլ, էլ մեր պատել էլ եմ անունները հետո, անունները նախընտրական շրջանում։ Այս պահին թիրախը Նիկոլն է ու իր հերը։ Այս նույն լրատվամիջոցներով, հիմա նույնն եք անում։ Այլ դուք ձեր գլխին եք բերում, դուք ձեր տները սիրեր եք սարքելու։ Եվ վերջում մի բան, Հայաստան դաշինքում մի հատ պատգամավոր կա։ Ով կմտածեր, որ պիտի պատգամավոր դառնա, գնա ԵԽԽՎ, ստեղ ընդեղ Արմեն Գևորգյան անունով։ Ինչպես կասեր մի հայտնի մարդ,
Արմեն Գևորգյանը իմ մասին գիտի ավելին, քան ես ինքս գիտեմ իմ մասին։ Արմեն Գևորգյան, դու չես նեղվում, որ այս դեգեներատ դդումին տեսնում ես քո պաշտոնին։ Հա, շատ բան եմ ակնարկում։ Մոռացա, Տելեգրամում գրում եք Տիգրան Ուրիխանյան, Տելեգրամ ալիք կա տենց, Տիգրան Ուրիխանյան։ Տելեգրամում չեն կարողանում բլոկել, ջարդել, չեզոքացնել, փակել, ի տարբերություն YouTube-ի ու Facebook-ի։ Գտեք, մի հատ կտացրեք, գրվեք ու մենք ունենանք անընդհատ կապ։